այստեղ եմ ուզում հրավիրել Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Անդրանիկ Գևորգյանին։ Պարոն Գևորգյան, մոտեցեք։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ ջան, ինչպես այս ամիսների ընթացքում այսօր էլ մենք հավաքվել ենք ասելու, որ պահանջատեր ենք։ Ոչ մեկ, ոչ մի փոքրիկ խմբակ չի կարող գողանալ այս ժողովրդի քվենց, եւ մենք յուրաքանչյուրը սրա համար պիտի լինենք պահանջատեր։ Մենք բոլորս էլ տեսանք այս ամիսների ընթացքում ինչ անեցինք։ Հարչական ռեսուրս էինք իրանում, վախեցնում էինք, մեր ընկերները, այսօր փախանդարկյալներ են, որովհետև իրենք հասկանում էին, որ հայ ժողովուրդը վերջապես ոտքի է կանգնել ու պահանջում է, որ պիտի գնան։ Եվ մենք այսօր ենք այդ նույն պահանջով պահանջում ենք մեր երկրի սահմանադրական դատարանի կատարել ոչ կողմնական, անկախ որոշում, վճիռ, վերջի վերջո պիտի հասկանան, որ սա երկիր է, որ սա պետություն է, ու այս պետության ինստիտուտները պիտի գործեն անկախ։ Իսկ իրենք փորձում են այս պետության ինստիտուտները հարմարեցնել Ադրբեջանին, չի լինելու դա։ Մենք դա բոլորով կանխելու ենք ու ստիպելու ենք, որ այս փոփոխությունները վերջապես լինեն։ Մարդիկ կան, շարքերով քայլում են, բոլորը բողոքում են, բոլորն ասում են, որ աշխատանքից ազատվածներ ունեն, որ աշխատանքից ազատում են, վախեցնում են։ Ում եք վախեցնում, ինչից եք վախենում։ Այդքան վախեցող չէիք, ամսի 18-ին, 19-ին Ադրբեջանը համաժողով էր կազմակերպել։ Դե այդքան վախեցող չէիք, մեկն ու մեկը ձեզանից կկանգներ ու կասեր, սխալ եք խոսում, այս ինչ եք խոսում։ Իրար հետ չտալով վիդեոները միացնում են ու սկսում են ինչ-որ բաների մասին խոսալ։ Այո, ճիշտ էինք ասում, որ դուք ադրբեջանական օրակարգ եք առաջ տանում։ Դուք ուզում եք ադրբեջանցիներին վերել ու վերաբնակեցնել Հայաստանում։ Ճիշտ էինք ասում, ու թե ոչ մեկը իրենցից, ոչ մեկը ուժեղ չձրվանա, ուժեղ էիք այս 8 տարիների ընթացքում այնպես կանեիք, որ ժողովուրդը հավատար, որ ուժեղ էիք, ուժեղ էիք, մեկն ու մեկը կկանգնեիք ու կխոսայիք, կասեիք սխալ եք անում, դուք այդքան քաղաքական կամք չունեք, դուք այդքան քաղաքական կամք չունեք, որ սոր հավաքվել ենք բոլորով սահմանադրական դատարանի մոտ, պահանջելու երկրի գերագույն դատարանից անվավեր ճանաչելու 2026-ի ազգային ժողովի ընտրությունները։ Դուք այդքան տապալել եք, դուք այդքան չեք կարողանում կազմակերպել ընտրություն, որովհետև դուք հայի ու Հայաստանի շահի մասին մտածող չեք, դուք մտածում եք միայն Ադրբեջանի շահի մասին։ Ժողովուրդ ջան, հուսալքվել չկա։ Մենք հույս ունենք, որ այս դատարանում վերջապես վերականգնվելու է արդարությունը, արդարադատությունը վերակենդանանալու է։ Հույս դրած չենք կտրում, որ այս դատարանում ոչ կողմնակալ վճիռ է կայացվելու։ Պայքարը շարունակելու ենք եւ ամեն օրինական, իրավական ճանապարհներով պիտի այս իշխանությունը հեռանա, պիտի գնան։ Ես հատկապես ուզում եմ մարզերի մասին խոսել, հատկապես մարզերի, որտեղ կիրառեցին վարչական ռեսուրս, որտեղ կիրառեցին բոլոր հնարավոր տարբերակները,
վախեցրեցի, աշխատանքից ազատեցի, դպրոցի տնօրենները, հուշհաստատությունների տնօրեններին ստիպեցին, որ իրենց հավաքներին իրենց աշխատակիցները ներկա լինեն։ Ու այդ ամենը լավ գիտեն մարզերում։ Դուք ինչքան էլ փորձեք խաբել, ժողովուրդը դա տեսել է։ Դուք ինչքան էլ փորձեք կոծկել, ժողովուրդը դա գիտակցել է, որ դուք այս ընտրությունները իրականացրել եք բացառիկ կեղծիքներով։ Եվ վերջում, նորից եմ ասում, չենք հուսալքվում, գնալու ենք մինչև վերջ, մինչև փոփոխություն, մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում։